Բա դու հավատացյալի պահվածք ունես։ Հավատացյալը գոռում է, նյարդայնանում է, վրեժով է խոսում։ Քեզ սա հասում է, չէ՞։ Ու դու լռում ես, որովհետև ներքուստ գիտես, սխալ էիր։ Գիտես, չէր բխում քո պահվածքը Հիսուսի ավետարանից, բայց քո ներսում մի ուրիշ ձայն էլ կա։ Բայց չէ՞ որ ես էլ մարդ եմ, ես ցավում եմ, հոգնում եմ, կոտրվում եմ։ Ես ճշմարտությամբ չեմ գործում ամբողջությամբ, բայց ես փնտրում եմ ճշմարտությունը։ Գուցե ճիշտ չէր քո պահվածքը, գուցե ճիշտ չէր վարվել, գուցե կորացիր, գուցե վիրավորեցիր, բայց կարևորը դա չէ։ Քեզ չի փրկում քո պահվածքը, քեզ փրկում է Հիսուսը։ Ու Տերը նայում է ոչ թե քո ընկնելու պահին, այլ քո զղջման, խորությանն ու սրտիդ խոնարհությանը։ Այն պահը, երբ դու կանգնում ես ու ասում, Տեր, ես սխալվեցի, բայց ես չեմ փախչում քեզնից, ես ուզում եմ փոխվել, դու հենց այդ պահին մոտենում ես Քրիստոսին։ Հավատացյալ լինելը միշտ կատարյալ պահվածք ունենալը չէ։ Դա կոտրված պահից վեր կենալն է Աստծո շնորհով։ Ու Տերն այդ վեր կացողներին չի դատում, նա գրկում է, որովհետև նա է սրտեր քննողը։ Մարդիկ տեսնում են պահվածքդ եւ քեզ կարող են քննադատել, բայց Աստված տեսնում է ներսդ, եւ եթե մարդիկ քո ինչ-որ սխալ պահվածքը տեսնելով քեզ քննարկում են, մի վհատվիր։ Դատողը, դատապարտողը, ներողը ու փրկողը միայն Տերն է։ Մաքուր ապրիր, լոկ Տիրոջ